Սիրելի հայրենակիցներ, այս արտահայտությունն անում են մի քանի պատգամավորներ, որ մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ փորձում էին ահաբեկչություն անել, որոնց զոհը կարայիք դառնայիք նաև դու, հիմա ասում են սիրելի քաղաքացիներ։ Ես ասում եմ քաղաքացիների համար, թող մի հատ մտածեն։ Տեսեք, այստեղ խորհրդարանական երկրում եկե ինչ-որ 8 տարի ջեբի օլիգարխի մասին սաղ պատգամավորները խոսում են, ես լուրջ եք ասում, ու փաստորեն այդ 8 տարի ջեբի օլիգարխը եկե Հայաստան ու մի քանի պատգամավոր էլ ջեբնա գցե, այսինքն դարձել են օլիգարխի ջեբի պատգամավորներ, ու ելնում ասում են հեծը, Սամվել Կարապետյանը բարերար, չգիտեմ ինչ, այն ով էր ասում, չգիտեմ, ասում է կուզենայիք բարև տայիք, Սամվել Կարապետյանն ուզում էր մոտիկանար այն ուսանող տարիքին բարևեր, այն ընկերներին, որ իրան չթողեին բան ասեին ուսանողական տարիքում, հետո դարձավ օլիգարխ, իրաց չէ հիշեց, եթե պետք լինի կարող եմ գավառից լիքը մարդիկ ասեմ ձեզ ասեն, հա, ասում է բանը, այսքան ժամանակ հեծի, հեծը սենց, հեծը նենց, հեծը, որ հեծը լսել եք մի զոհվածի ընտանիքի լույս, մի ամիս անվճար տրամադրի, մայրը կուրս կա տալիս երեխուն, բայց եթե այդ ամսվա լույսի վարձը չի վճարել, լույսը վրեն անջատում են, հանապողների մասին, եկեք գնացեք օրինակ գավառի գանձակ համայք ու ասեք, որ չէ, պետքա հեծը չպետականացվի, այլ մնա ինչ-որ օլիգարխի, այդ ժողովուրդը կլարեն ձեզ ուղղակի դες, գիտեք խի, որտև այնտեղ քամին, որ մի հատ խփում է, սաղի լուսեր նետում է, ասում է բանը, պաշտպանում են, ասում է ահաբեկչությունը, այդ ձայնագրությունը սկզբից ասում էին բանը, ֆարս է, հետո հասկացան, որ այդ չեն կարողանում բան անել, այն մեկն էլ ասում է իշխանիկ է, ասում է հոկտեմբերի 27-ը 7 տարի իրանք են, թող բացահայտեն, որ մի կրակոցով, երկու կրակոցով մի հատ սրտին մի հատ գլխին մարդ ենք սպանում, այնքան խորն եք թաղե, կբացահայտենք, չմտածեք, հեծնել կպետականացնենք, այդ հեծը չենք խլում, եթե ժողովրդից ժամանակին խլել են, այո, մենք խլելու ենք, հետ տանք ժողովրդին, շնորհակալություն։